Լևոն Բաղդասարյան, խոստովանեցիր երեկ, որ երից թուրքերը ներկա են եղել քո տղայի հարսանիքին։ Ասալամ ալեյկում, Քարդաշ։ Հիմա ժողովուրդ ջան, ով տեղյակ չէ, երեկ մի Factor TV եթերում եղավ հարցազրույց, Լևոն Բաղդասարյանը փորձեց մասամբ պատասխանել հարցերի, ու հիմա ստապ դատողությունը ուղիղ եթերում է, սենց ասած։ Ուրեմն Լևոն Բաղդասարյան, դուք հայտարարեցիք, ձեր բառերն եմ ճիշտում, որ մարդը բացարձակ արժեք է, ու դուք ունեք մեկ թշնամի, դա թուրքն է, որ Վարուժանի գլուխը ջարդողը չի կարող լինի, դա ձեր թշնամին է, էլի չի կարող լինի ձեզ բարեկամ կամ թշնամին, մի խոսքով։ Բայց հիմա ինձ մի բան ասա, այդ երբ որ այդ երիտ թուրքերը Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրար հետ մարտի 1-ին կոտորում էին հայերին։ Դրանք կերգին թուրք չեն, հա։ Դրանք երիտ թուրքեր չեն, որ քո տղայի հարսանիքին դուք հաց եք կիսել։ Ինձ մի բան ասա, ինչ կապ ունի Վարուժանի գլուխը ջարդեցին բանում, գցենք Տերձորի անապատներում կամ չգիտեմ, թե Պապլավոկում ջարդած հայի գլուխը, ինչ կապ ունի։ Ջարդողը երիտ թուրք է եղել։ Նույնպես։ Որն է սրանց տարբերությունը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարող էր այսքան զոհ չլիներ նույն արդյունքը, այդ մարդը ինչով է տարբերվում երիտ թուրքերից։ Արտաշես Ալեքսանյան ցավդ տանեմ, շատ լավ բարգցիր բեյնես։ Միակ ամենայն հայոց, սենց ասած, բարգեշտ մտավորական Արտաշես Ալեքսանյան։ Մահապարտ գիծ մեծ արտիստ եւ մտավորական։ Այսպես բարգցեց բեյնես։ Երիտ թուրքեր, նենց որ հիմա ասա Լևոն Բաղդասարյան։ Այս երիտ թուրքերը ինչ գործ ունեին քո տանը, լսիկ նորմալ մարդկանց ես դեմ չեմ, բայց որ այս երիտ թուրքերին դու պատվավոր հյուր ես ընդունել, քո ընկերը, քո սենց կյանքի կապիտալ համարվող դեր շրջապատի մարդ էլի, լսիկ դու նրանց դեմ պետքա հաց կիսելուց հետո գնաս արջակատման, սրբություններից խոսացող բան, էլի հայկական ձևով, էլի հաց կիսած Դենց որ հերիքա մարդկանց էշի տեղ դնես բարոն Լևոն Բաղդասարյան, որ դուք ընդդիմադիր եք, ես եմ ընդդիմադիրը, Արտուր Համբարձումյանն է ընդդիմադիրը, ռադիկալ, Արտաշես Ալեքսանյանն է, այդ ընդդիմադիրը ռադիկալ, որ ուզում է ռեալ փոփոխություններ անի, վերջ տանք ես երիտ թուրքերի 30 արդեն քանի տարի է, 34 տարվա իշխանության է Հայաստանում, լծիտակ ենք, Պարոն Լևոն Բաղդասարյան։ Մյուսը դուք հայտարարեցիք, սա այնա, որ իմ գլխին որդերը շարժվում է, ասում եք Պարուր Հարիկյանի համար, որ գրգին ներկա է եղել դեր հանդեսին տղայի, որ ասում եք Հայաստանի անկախության առաջամարտիկ թե ինչ։ Լսեք դուք հերիք չի մազգին էշի տեղ դնեք, եսա 35 տարի։ Լևոն Բաղդասարյան, Հայաստանը անկախացավ սառը պատերազմին, խորհրդային միության պարտության արդյունքում, արգելիս, այլ ոչ թե Պարուր Հայրիկյանի կամ այնտեղ Շանթ Հարությունյանի նման ռոմանտիկ պայքարի արդյունքում, էլի։ Լևոն Բաղդասարյան, հերիքը էշի տեղ դնեք մարդկանց, որ այդ 35 տարի էշի տեղ են դնում, ասում են, անկախական շարժում։ Լսեք, խորհրդային միությունը փլուզվեց այդ բանում Բելավերս քաղաքում այդ համաձայնագրի համաձայն ու այդ 15 հանրապետություններին քացով շպրտեցին դուրս հայ ժողովուրդ իսկ Պարուր Հայրիկյանը նման Շանթ Հարությունյանի նմանները կանգնում ասում են մենք չլինենք այս անկախությունը չէր լինի ես որպես պատմաբան եմ ասում լսիր ուրեմն Ղազախստանը երբ անցկացրեց բան հանրաքվե 90%-ը կարծեմ 86%-ը դեմ էր խորհրդային միության կազմից դուրս գալու համար էլի կողմեն մնալու քացով լարեցին ասեցին հելա սիկտիր եղակ խորհրդային միություն էլ չկա իսկ դուք ու ձեր նմանները Պարուր Հայրիկյանի նման հայ ժողովրդի ականջի մեջ միզում եք որ անկախության առաջամարտիկ լավ էլի
Այ ստապ դատողությունը սա է, լսեք, ժողովրդին հերիք է էշի տեղ դնեք։ Մյուսը, այդ տղայիդ հարսանիքին ինչի ներկա չէր, ամենայն հայոց խլեշի սպարապետ պատվա, որ դոք կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը, հա, ինչի ներկա չէր։ Վախում էր բանաներ ընդեղ միանգամից զանգեր, ռազմական ոստիկանություն, ոնց միշտ սիրում ասի, ստեղ մեկը պսակվում է, էլի, ասում է, կնիկ դոմփել գիտի, բայց ավտոմատ բռնել չգիտի։ Այս ինչ խտրականություն է։ Հա։ Երևի դրա համար չէր կանչել, չէ, որտեղ գործ կտար տղուդ վրեն։ Ճիշտ է, թե չէ, այդ հարցին է պատասխանել, բացառայել է տղադ բանակում, թե չէ, մասամբ ես պատասխանում հարցերին։ Լևոն Բաղդասարյան, բայց լրագրողը ավելի մի քիչ բան էր, էլի, տեսա, դուք նեղվեցիք, այնտեղ սովոր էիք այն խոտ արածող բան Համլետ Ղուշյանի մոտ եթերներին, որ դեմից մի բառ ասում, այս ոնց կմեկնաբանեք ու դուք 45 րոպե մենազրույց եք ունենում, բայց այստեղ մի քիչ լրագրողը խոսում էր, բայց լավ չէր խոսում էլի։ Բա, իսկ Համլետ Ղուշյանին այդ տականքը, երբ ես նրան խոսեցի, ասեցի, J.D. Vance-ին գալուն ընդառաջ, այս ցույցեր պետք է անենք, որ մենք դեմ ենք, որ վաղը ով է լինի, մեզ 26% չասի, համաձայնեք, դե հիմա անեք 27%-ով համաձայնվեք, էլի։ Ասեց ես այդ հարցը կբարձրացնեմ իմ բոլոր հյուրերի մոտ, էլի, որ եկան, որ ասում են պետք է մենք դուրս գա ժողովուրդը մի հատ J.D. Vance-ի մոտ էս խնդրով, էլի։ Մի հատ այդ բառը չխոսած։ Երգիր են փրկում, գլուխ են բռնում, ոնց անենք այս վիճակից դուրս գանք։ Արտիստներ մենակ, արտիստներ։ Մյուսը, բա Լևոն Բաղդասարյանն, էլի ասալամ ալեյքում, հələ մի բան ասա, Վարդան Ղուկասյանը ոնց փուրը տվեց քաղաքապետարան, այն, ես գրել։ Դու ասեցիր տարբերակ մեկ, որ ինքը հրաժարվեց, այդ պաշտոնը չտվեց իրան, այն Ղախպեն Հայգոն։ Դրա համար ինքը ինչ արեց, պետք է Ավինյանին ընտրեր։ Տարբերակ երկուս։ Ինչի չառաջարկեց այդ նույն պաշտոնը, բանին, Ավինյանին։ Թող նա էլ հրաժարվեր։ Կար երրորդ լուծումը, ընդհանրապես քվե չապահովեր եւ գնային նոր ընտրությունների։ Նոր քաղաքապետի ընտրություններին։ Ու հիմա ես եմ ասում, յուրաքանչյուր PR-ի մասնագետ, քաղաքական PR-ի պրոֆեսիոնալ, սոցիոլոգ, վերլուծաբան ձեզ կասեր, որ այդ քայլից հետո Վարդան Ղուկասյանի ձայները քաղաքապետարանի ընտրության ժամանակ 4%-ի փոխարեն կարող է եռապատկվեն, քառապատկվեն։ Նույն այդ կլոուն Հայկոյի երկրպագուները կտեսնեին Հայկոյի դիմակը պատրվեց արդեն, Վարդանը պատրեց։ Հավատացեք, այդ մարդիկը կգային Վարդանի դաշտը։ Վարդանին կաջակցեն երկրորդ փուլում արդեն, որ գնային ընտրությունների։ Ինչպես եւ այն Վազգենի դեբիլ եղբոր աջակիցները կհամոզվեն, որ սա Նիկոլական է, դրանք կապ չունի ում ձայնը տան։ Հասկանում եք, արդյունքում, եթե Վարդանը կայացներ այդ երրորդ որոշումը գնար չապահովեր այդ քվեն իր այդ մարդկանցով էլի գնային երկրորդ փուլի, միգուցե ինքը ունենար արդեն 12%, 18%։ Իսկ Վարդանը համաձայնվեց Ավինյանին վերարտադրելու։ Ինչի ես ձև չեք մտածում, ինչի լրագրողը այսպես չի ձևակերպում հարցը, որ կար երրորդ տարբերակը, կար երկրորդ տարբերակը, այդ նույն առաջարկելու այդ պաշտոնը ուզել բանից, Ավինյանից։ Դրա համար, գիտեք, մարդկանց հեշտ է էշի տեղ դնելը, էլի։ Իսկ ստապ դատողությունը նրա համար է, որ այդ էշի տեղ դնելը դեմը առնի։ Ոնց որ երեք եմ տեսնում են, կարմիր անձնագրերը գցել են ինտերնետ, այն Դաշնակա, Տաշիրա, Քոչարյանը, մի խոսքով, այդ զանգվածը դրել է Նիգոլի պասպորտի կողքը բանը, թուրքական պասպորտ ասմատեսեք, Նիգոլը տանում է Թուրքիա, վախացնում է մարդուն։ Այն եվրոպորնիկները ասում են, տեսեք, սովետական անձնագրի կողքն են նկարել, դրել են ասենց իրար կողք, տեսեք, Նիկոլը ձեզ տանում է միութենական պետություն։ Եվրոպորնիկներն են ասում, դրանց են քոքը կտրվի։ Բայց մեկը չի ասում, այ Ղախպիկ, համ Ռուսաստանի անձնագիրն է բարդով, էլի, կարմիր գույնի, համ ամբողջ Եվրոմիության անձնագրերը կարմիր գույնի են։
Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, մի խոսքով բոլորին համարյա այնտեղ գույն ունեն որոշած։ Նույնիսկ Բրիտանիան, որ մտել է Եվրոմիություն, կարծեմ 88-ին թե երբ էր, չեմ հիշում, էլի Բարդովի է սարքել պասպորտները իրա, որ միշտ կապուտ է եղել, դա իրանց ծովի գույնն է եղել, ծովային պետություն են, իրանց մոտ սենց է գույնը ընտրել։ Դուք դրել եք, վայ, գնում եք կամ սովետական միություն կամ Թուրքիա, այս հենց են մարդկանց էշի տեղ դնում, արա, բայց ուստեղ ստապ դատողություն կա։ Ընկեր Մելիքյանը կա, բարոն չէ, քանի մի խոսքով, այս հենց էշի տեղ դնեք մարդկանց, ուզում եք ինչ-որ մի արդյունքի հասնեք։ Մենակ երրորդ ուժ պետք է ձևավորվի, նորմալ, ռեալ, ռադիկալ երրորդ ուժ, որ գա ու սրբես աղբամանը։ Աղբամանը որ կա սենց քաղաքական պորնոյս, լրիվ պորնոյա տիրում, քաղաքական պորնոյա, մուտիլովկեքի, ինչի ասես։ Տեսակ թազա պասպորտի մեջ Մասիսարը կա, գերբը նույնն է, ես ինքս տեսա, նկարները կա, մարդիկ կա ասում է, տեսեք, ով փրկեց բանը ծիծեռնակաբերդը ասում են, այ մենք չլինենք կքանդեին, հերիքա մարդկանց էս շիտեղ դնեք, էլի եմ ասում, ես øստեղ եմ, շնորհակալություն, առայժմ տեսնենք ինչ արձագանք կլինի։